Ինչպես հանրային մեղադրողը նշեց, այս պահի դրությամբ մեր նկատմամբ իրավված է երկու տիպի սահմանափակում, չբացակայելու արգելք և վարչական հսկողություն, որը վերջինս ունի 3 դրսևորումներ, և այդ ամենի համակցման արդյունքում փաստացի սահմանափակված են կամ խախտված են իմ սահմանադրական միաժամանակ 3 իրավունքներ։ Մեկը դա իմ ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքն է, մյուսը մշտական բնակության վայր ընտրելու սահմանադրական իրավունքն է, և երրորդը իմ խոսքի ազատության սահմանափակման իրավունքն է։ Բոլոր խախտման միջոցները հանիրավի են մեր կարծիքով խիստ անտրամաբանական և ոչ կիրառելի մեծ մասը։ Փորձեմ հիմնավորել թե ինչու։ Ուրեմն հանրապետությունից չբացակայելու արգելք։ Այս խախտման միջոցը կայացրել է քննիչ Դավթյանը մեծ մեղադրանք ներկայացնելու դատախազի մեղադրանքի որոշումից անմիջապես հետո։ Քրեական դատավարության օրենսգիրքում սահմանված ասեմ, որտեղ մենք դա բողոքարկել ենք, հարգարժան հսկող դատախազի և ստացել ենք նրա որոշումը, այն անփոփոխ թողնելու և իրավաչափ համարելու վերաբերել, այսինքն կարելի է համարել, որ դա արդեն դատախազի որոշումն է ևս։ Հիմա քրեական դատավարության օրենսգիրքը այս որոշման մեջ պատճառաբանությունները, որ ներկայացրել են, ուներ կա մի կետ, որ ասում է հետևյալը։ Դոկտորացով անհրաժեշտություն կայացնելու, դա քրեական դատավարության օրենսգիրքի 38 հոդված առաջին մաս 12 կետ գալիս է 3-րդ ենթարկել։ Խախտման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները։ Ես օրինակ ուզեմ իմանալ, պատվարժան հանրային մեղադրողն ասաց, որ հանգամանալից կընտրատառնալ։ Խնդրեմ, որ հանգամանալից թվարկի բոլոր այն գործոնները հնարավոր վարքագիծն ապահովող, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ։ Ասենք համար 1 գործոն, սա համար 2 գործոն, դրանց կշիռները գնահատվի, ասենք 10 բալանոց համակարգում, դրանցից յուրաքանչյուրը կշիռը ինչքան ում է եղել, և որոշման վրա դրա համակցման արդյունքում ինչի է հանգել այդ որոշումը։ Ասենք ենթադրենք մարդուն առաջադրվել է մեղադրանք, և պարոն դատախազը իր պատճառաբանող նամակում որոշման մեջ բերում են, ասում է հետևյալը։ Վերը մեջ բերված դատավարական նորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ խախտման միջոցներն ընդհանրապես կիրառվում են քրեական դատավարության ողջ ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու, այն է փախուստի, հանցանք կատարելու կամ իր պարտականությունները չկատարելու ռիսկերը զսպելու նպատակով։ Ինչ վերաբերում է բացակայելու արգելք խախտման միջոցին, այն կիրառվում է, եթե վարույթ իրականացնող քննիչը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ մեղադրյալը կարող է դիմել փախուստի։ Հիմա հարց. ես երբևէ նախկինում մեղադրյալի կարգավիճակ չեմ ունեցել։ Որևէ հանցագործության մեջ չեմ մեղադրվել, որևէ հանցանք չեմ կատարել։ Անգամ վարչական իրավախախտումների պարագայում ավտոմեքենայի ըտրեկության կամ բացառիկ են եղել։ Բազմաթիվ անգամներ վերջին տարիներին ցավոքսատի հատկապես մասնակցել եմ դատավարական տարբեր գործողությունների գործընթացների, այդ թվում քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչությունում, այդ թվում ծանր հանցագործությունների բաժնում տարբեր կարգավիճակներում, եւ որպես դիմող, եւ որպես վկա, եւ որպես տուժող։ Ես ուզում եմ իմանալ, արձանագրված է արդյոք քննիչի կամ դատախազի կողմից, թեկուզ մեկ դեպք, երբ որ ես չներկայանամ վարույթ իրականացնող մարմին, իրենց կողմից սահմանված օրը եւ ժամը։ Նման արձանագրում իմ կյանքում երբևէ չի եղել։ Ես մասնակցել եմ բազմաթիվ քաղաքացիական գործերով դատական լսումների։ Այս պահին ընկնում է նույն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ակցիայի դատարանում, ես որպես ուժող եմ հանդես գալիս, դատական լսումներ։ Որևէ դատական նիստից ես ոչ միայն չեմ բացակայել, մի րոպե չեմ ուշացել։ 15 րոպե շուտ եմ գնում մասնակցելու դատավարական նիստերին։ Հիմա ես կարող եմ իմանալ որտեղից է առաջացել այն ռիսկը, որ ես կարող եմ դատավարական գործողությունների չմասնակցեմ, առավել ևս փախուստի դիմեմ։ Սա ինձ համար անգամ
վիրավորականը իմ մինչ այժմ ցուցաբերած քաղաքացիական դիրքորոշումների եւ գործունեության իմաստով։ Պատվարժան դատարան, ինձ մեղադրանք առաջադրելու որը քննիչը ինձ զանգելա եւ հրավիրելա քննչական կոմիտե կեսօրին, ես նրան ներկայացրել եմ իմ ծանոթացության մասին տեղեկությունը, խնդրելով որ ներկայ չի ասել ինչի համար հրավիրում, մեկ այլ օր կամ այս ժամի ներկայանալու եւ ինձ ասել է որ ինձ կներկայացնի ավելի ուշ տեղեկություն։ Ինձ քննչական կոմիտեն հրավիրել, ինձ մեղադրանք առաջադրելու օրը փետրվարի 21-ին, ժամը 18:00-ի սահմաններում քննիչի կողմից ստացված SMS հաղորդագրությամբ։ Եվ որ ես նույնիսկ չգիտեի ինձ զանգողը մինչև այդ իմ հետ խոսող առասարակ քննիչա թե չէ, ես պատշաճ ծանոթություն չեմ ստացել քննչական մարմին ներկայանալու համար։ Ժամը 18:00-ին ինձ SMS են ուղարկում, որ հրավիրում են քննչական կոմիտե, որպեսզի ժամը 20-ին ես լինեմ ընդդեմ։ Վատ եղանակ էր, տորություն էր գալի, տաքսի եմ վերցել, տաքսիով եմ գնացել, երեկոյան, որպեսզի 20:00 ես լինեմ քննիչի մոտ, իջեք պատվարժան մեղադրող 2000 դրամ, ձեր մոտ մի տեղ նման պատվարժան դատարան նման հայտարարությունների դեմ Սահակյան